ես IT ոլորտ մուտք եմ գործել Digitech-ով։ Մոտս նես տպավորություն էր, որ ինձ վերջում գործ են ընդունելու ATZM-ը։ Մտքով անցել, ոնց է կարել սկզբից, ինչ դժվարություններ եք ունեցել, խի տեխնիկ, խի մարզերում։ Ուղղակի միջոցառում չէր էլի այդ իմաստով, մենք ոնց որ մարդկանց համոզում էինք, որ չէ, ոնց որ կարա գա, գնանք, օրինակ ինձ հարցնում են, ինչ անվտանգության երաշխիքներ եք տալի, ոնց որ իմ պատասխաններն են, մենք ոչ մի անվտանգության չենք կարա տանք անվտանգության երաշխիք։ Ինչ նոր բան սպասի այցելուն Երևանից եւ մարզերից տեխնիկին, որը նախկինում չի եղել։ Թե հələ գաղտնիքը չբացենք, սպասենք, որ ավելի հստակ լինի։ Օրինակ այն հակատոնը, որ մենք հիմա նախատեսում ենք, տենց հակատոն չենք արել։ Այդ մեկ։ Մտքեր կա, որ նաև ինչ որ STEM կամ education-ի ուղղությամբ ինչ որ փոքրիկ expo-ել ունենանք։ Բարև ձեզ։ Տեխնստենք շիտակ խոսենք հերթական հանդիպումն է եթերում եւ իմ հյուրն է Zeles ընկերության ֆինանսական տնօրեն Սպարտակ Գյուրեգյանը։ Սպարտակ, ողջույն։ Խնդրում եմ պատմես մի քիչ Zeles-ի մասին ու թե ինչ ես այստեղ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Zeles-ը ծրագրային ապահովման մշակման ընկերություն է։ Մենք աշխատում ենք հիմնականում արտասահմանյան պատվիրատուների հետ, իհարկե Հայաստանում էլ ենք անում պատվերներ։ Մենք կարելի ասել իրականացնում ենք այն ինչ որ պատվիրատուները ուզում են, հա, իրանց փորձում ենք օգնել հասնելու իրենց ինժեներական նպատակներին։ Կարճ երկու բառով է սա։ Ունենք մոտ 230-40 հոգանոց թիմ, որը բաժանված է Հայաստանի բոլոր մարզերով։ Կարելի ասել Հայաստանի ամենամեծ մարզային ընկերությունն ենք, մոտավորապես 80 հոգի ունենք Վանաձորում թիմակից, 80 հոգի Գորիսում, մոտ 40 հոգի Կապանում, Գյումրիում ու Երևանում, մեկ էլ վերջերս նոր մարզում ենք մասնաճյուղ բացել Լատինական Ամերիկայում։ Շատ լավ, իրականում այն ամեն ինչ որ Սպարտակը պատմեց, ես վաղուց արդեն գիտեի, որովհետև մեր էպիզոդներից մեկում Արտակը Չոփուրյան պատմել էր։ Հիմա անցնենք հիմնական հանդիպման առաքելությանը, ու ես ուզում եմ քո շուրթերից մեր հանրությունը լսի, չնայած արդեն բոլորը տեսել են մեր համատեղ վիդեո ռեպորտաժը Techfix-ի մասին, ու շատերը ուրախացել են։ Ուզում եմ դու սկսես Techfix-ի մասին։ Techfix-ի մասին, այսինքն գնանք մի հատ պատմական, հա, թե ինչ է կատարվում այսօր, այսինքն այս անգամ ինչ ենք անելու։ Հա, ուրեմն դե Techfix-ը վերադառնում է։ Փաստորեն մենք վերջին անգամ որոշել էինք Techfix իրականացնել Վանաձորում, սակայն 23 թվականի հայտնի պատճառներով ոնց որ տեղի չունեցավ ու բայց որոշեցինք այս տարի անպայման իրականացնել։ Իրականացնելու ենք Techfix-ը հուլիսի 4-ից 6-ը Վանաձոր քաղաքում, այսինքն այն ինչ որ չենք արել, վերադարձել ենք իրականացնելու։ Իրականացնում ենք ինչպես միշտ իր ֆորմատի ձևաչափով, այսինքն 3 օրյա ամբողջական միջոցառում է, որտեղ ունենալու ենք թե կոնֆերանսի հատված, թե հակատոնի, թե գաղափարների մրցույթի, այն ամեն ինչը, ինչ որ շատերը, ովքեր որ Techfix-ներին եղել են, տեսել են, ինչպես նաև նորություններ ու անակնկալներ եւս պատրաստել ենք։ Այս տարի շատ կարևոր մի բան է տեղի ունեցել նաև մեր կյանքում, որ մեզ է միացել ATZM-ն որպես համակազմակերպիչ, պատմականորեն միջոցառման կազմակերպիչներն են եղել նաև Zeles-ը ու TCF ընկերությունը։ Այս տարի ATZM-ն իր ամբողջական, այսպես ասած, համայնքով կապել է միջոցառմանը, այդ թվում նաև ձեր մասնակցությամբ, որպեսզի համատեղ ել ավելի լավ միջոցառում ստանանք Վանաձորում։ Շատ լավ, իսկ գիտես խիակ կապել ATZM-ն։ Խիակապելը դե իրար հետ խոսացել ենք կապելա, բայց այդտեղ հետաքրքիր տես մի հատ պատմություն կա, որ մենք խոսում էինք, որ համատեղ իրականացնենք դեռևս անցած տարվա վերջ կամ 25 թվականի սկիզբ հունվարի կողմերը, հետո ATZM-ում բանը հերթական տարեկան համաժողովներ ու ոնց որ բորդի ընտրություններ էր բաներ, ես էդի ոնց որ նաև իմ այսպես ասած նախընտրական արշավում օգտագործեցի, չնայած որ մենք դա նախապես պայմանավորվել էինք, բայց ասացի դե ես որ գամ ընտրվեմ բորդ, նոր միջոցառումներ բաներ իրար հետ կանենք, այդ թվում նաև մարզերի ուղղությամբ։ Հիմա խոստումդ կատարում ես, հա, ընտրողներին։ Հա, բայց փաստացի այդ ինձ մի բան էր, որ արդեն մինչև այդ իրար հետ խոսացել պայմանավորել էինք, sense տենես պետք է կատարեի, համը ձեռի հետ ձայներ հավաքեցի։ Շատ լավ, իրական Technestենք շիտակ խոսենքը սենց է լինում։
Հարգելիներս, հիմա ասում եմ ես ասեմ։ Իրականում ԱՏԾՄ-ի համար մեծ կարևորություն ու չեմ ասի պատիվ, բայց պատիվը շատ բան բառ է ու շատ մեծ պատասխանատվություն է այդ միջոցառմանը մասնակից դառնալ ու դու ճիշտ ես մենք հենց ընտրություններից շատ առաջ էինք խոսում իդեպ հիշացնեմ որ Սպարտակը Գյուրեհյան նաև հանդիսանում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ խորհրդի անդամ ինչպես նաև Զելուսը նաև մեր ԱՏԾՄ-ի հենց լիիրավ անդամ է ու շատ կարևոր է որպեսզի մենք կարողանանք բոլորը գիտեն որ մենք ունենք Digitech, որը իդեպ այս տարի 20-ամյակն է նշում, բայց մեր համար եւս կարևոր է մարզային տեխնոլոգիական միջոցառումներով մարզերի համաչափ, ոնց որ դու ես սիրում ասել, ակտիվացում ու զարգացումը ու 23 թվականին, երբ որ Techfik-ը քո ասած հայտնի պատճառներով հետաձգվեց, հա իմ համար անձամբ շատ ինքը բան էր, որտեվ գիշես այդ ժամանակ մենք էլ Digitech-ով ենք զբաղված ու շատ ուրախացա, որ այդ որոշումը կար քո մոտ, առաջարկը եղավ ու մենք սիրով ամբողջ թիմով, ամբողջ ԱՏԾՄ-ով, համայնքով եւ նաեւ կազմակերպչական թիմով process-ի մեջ ենք։ Բայց արի գնանք նենց, որ մեր tech համայնքից դուրս, այսինքն նրանք ովքեր Techfik-ի մասին պետքա լսեն այսպես կամ այնպես, իրանք հնարավորինս պարզ հայերենով իմանան ինչա Techfik-ը, որտեղից է գալիս, ակունքները գնանք, մի հատ փորձենք պատմական ակնարկ անենք։ Ու մտքով անցել, ոնց է կարել սկզբից, ինչ դժվարություններ եք ունեցել, խի Techfik, խի մարզերում, ու գանք մեր օրեր։ Դե պատմությունը դες մի քիչ շատ եմ հետ ուզում գնամ, ասում եմ ժամանակը կների ինձ թվում է։ Պատմությունը շատ ավելի հին ժամանակներից է գալի, կարելի ասել Digitech-ից է գալիս։ Ես IT ոլորտ մուտք եմ գործել Digitech-ով։ Հա, այդ չգիտեմ, ինձ շատերը գիտեն, բայց իրականում հիմիկվա ԱՏԾՄ-ում այն ժամանակվա ԱՏԾՄ-ի թիմին ես որ նայում եմ լրիվ փոխվել է, այսինքն իմ հիշելով նույնիսկ մի հոգի չի մնացել, որ ոնց որ այդ հիշողությունը ասում եմ այտենց ինստիտուցիոնալ փոխանցվել, ոնց որ իմ բանը IT ոլորտը մտնել է սկսվել է Digitech-ով, ես եղել եմ 2013 թվականի Digitech-ի կամավոր։ Հա, ու այդ ժամանակ նոր էի բանակից եկել աշխատանք էի փնտրում, ունդեղ ոնց որ տնեցիք ասել էին, ոնց որ մինչև տարվա վերջ ունեսել, մինչև տարվա վերջ կամ գործես կամ ամուսնացնում եք։ Հա, չէ, հենց այդ խնդիրը կար ասում եմ, մինչև տարվա վերջ կամ գործես գտնում կամ քո համար գործ կա, բայց ոչ Երևանում, այսպես ասած։ Ես բայց շատ էի ուզում մնայի, որտեվ մեծ քաղաք էր, նաև կարիերայի իմաստով տեսնում էի, որ կարայի աճեի ու ոնց որ սկսեցի Digitech-ով, այն ժամանակ Կարեն Վարդանյանը մի անգամ իրանց տունն էինք, ասեց, այսինքն գիտես, սենց IT ոլորտ կա, բանման, ես էլ 11 թվական էի բանակ գնացել, մինչև գնացի հետեկա, պարզվեց IT ոլորտ կա։ Այսինքն այն ժամանակ, որ ես բանակ էի գնում, հələ տենց ինչ որ IT-ի մասին շատ բաներ չկար, այն ժամանակ մարդիկ բժիշկ ու տնտեսագետ իրավաբան էին դառնում, բայց երբ որ հետեկա պարզվեց տենց ոլորտ կա ու ինքն այս բաներ էր ասում, որ սկզբում մտածում եմ, այս ինչ է ասում, էլի ոնց կարա տենց բան լինի, բայց հետո ասաց դե մի օր արի, ոնց որ ասած կհասկանաս ինչի մասին եմ խոսում, եկա ու այդ ժամանակ Digitech-ի կազմակերպման այն եռոն շրջաններ, ամառներ, հուլիս ամիսներ, այն ամենաակտիվ շրջանն է, երևի դու էլ կփաստես, որ ձեր մոտ երևի այդ շրջանն է, այն ամենաառավոտից իրիկուն գործ անելը, այն ժամանակ տենց համարյա տենց ամեն գործ անում էի, սկսել եմ ասենք, չգիտեմ, այն ժամանակ հələ քանի որ IT-ն այդքան էլ զարգացած չէր, մարդիկ պայմանագրերը ստորագրում էին մենակ երբ որ թղթային տենց ձեռները լինում է, ու ասենք առավոտը բացում էր, գալիս էի, բաններ, Կարապետյան ամնան էր, սենց մի հատ դավթար էր սենց տալի, մի ասենք 40 հատ պայմանագիր, ես վերցնում էի, կանչում էի անի պլյուս տաքսի սերվիսը, նստում էի ու 8 ժամ պտտվում էի ամբողջ քաղաքում, ասենք դե միջանցքներում սպասելով, որ տնօրենները ազատվեն, այնպես չի այդ պահին իրանք կստորագրեն, սաղից ստորագրություն էի հավաքում, բերում էի ու տենց սկսեց իմ կյանքը, սենց ասած, ընթացքում բայց ոնց որ այդ կամավորության մեջ սկսեցի տենց գործերից հասնելով ոնց որ ինչ որ տենց թիմի ղեկավար, խոսքը վերաբերում է կամավորական, էլի թիմի ղեկավար պաշտոնին սենց ասած, ու մոտս տենց տպավորություն էր, որ ինձ վերջում գործ են ընդունելու ԱՏԾՄ, հա, ու այդ այտենց 100% համոզված էի, որովհետև այտենց ինձ թվում էր ես իրոք լավ գործ եմ անում ու Digitech-ի վերջի օրը Կարեն եկավ, ասեց մի հատ արի իրար հետ քայլենք, տենց քայլելով տարավ այդ ժամանակ Instigate-ի տաղավար, ծանոթացրեց Վահագի բան հետ ու ասեց ոնց որ էսա
ծանոթացնում եմ իրար հետ կշփվեք, ուտե ես հասկացա, որ ես էլի գործ չեմ ունենալու։ Որովհետև այն ամբողջ ջանքը, որ ես մի 3-4 ամիս ներդրել էի, որ ոնց որ այդ մարդկանց համար արժեք ուներ, ես այն մարդկանց համար չուներ, իրանց համար պետք է դա նորից զրոյից ստեղծեի։ Ու տենց էլ եղավ ասում, կանչեցին Instigate, գնացի, մի հատ կարճ ինտերվյու էր, բան ու տենց սկսեցին Instigate-ում իմ ուսնակությունը ասենց ասած, այդ հաջողությամբ տարվա վերջ պսակվեց, այսինքն մի 6 ամիս տևեց, մինչև ես ոնց որ կարացա այդ դռները բացել։ Այդ իմաստով Digitech-ը շատ մեծ իմ համար փորձառություն էր, էլի, որտեվ ես ԱՏԶՄ-ում մենակ Digitech-ով էի զբաղվում։ Ու տարիների ընթացքում ես ինքս ոնց որ մարզից եմ, իմ կյանքի ամենակարևոր տարիները, դպրոցական այդ մանկության տարիները Բերձորում անցե ու միշտ այդ մարզը կարևորելը շատ բան ա եղել իմ համար ու Ինչ լավ է դու Բերձորին մարզես ասում։ Հա։ Այդ ժամանակ միշտ ունեի այդ, որ ոնց որ լավ է Երևանում շատ են միջոցառումները, IT-ն էլ աճում էր զուգահեռ, այսինքն չգիտեմ ամեն տարի ինչ որ նոր ընկերություններ էին բացվում, մասնագետների քանակներ շատանում, բայց մեկը միջոցառումները շատ տենց Երևանյան էին, էլի սենց ասած, կային մարզային այն ժամանակ, տենց դաժե հիշում եմ, կար ինչ որ business innovation forum, չգիտեմ, տենց ինչ որ ֆորումներ, որոնք անում էին, ասենք Դիլիջանում, բայց ինքը Դիլիջանի հյուրանոցներում արվող իվենտներ, այսինքն ինքը էլի այս համայնքը ինքը իր փակ կազմով գնում էր մարզ, չէր բացվում մարզի ժողովրդի համար։ Ու տենց միշտ խոսում էինք նաև Կարենին էի փորձում գալիս ասում էի դե ոնց որ կարող է տենց մի բան մտածենք ինքը ինչ որ իդեաներ էր տալի գնում էինք գալիս էինք ի վերջո եկանք այն իդեային որ ոնց որ Techvic-ը պետք է անել ու ոնց եկանք այդ իդեային այդ ժամանակ մի հատ բան ունեցանք մարզային այց ունեցանք բանի հետ GG համահիմնադիր Խաչատուրի հետ այց ունեցանք Բերձոր իրանք այնտեղ GG-ով օֆիս էին ուզում բացեին ես էլ ոնց որ քանի որ Բերձորից էի օգնում էի այդ process-ում հետ վերադառնալու ճանապարհին Գորիսում ոնց որ հանդիպեցինք մեր մասնաճյուղի ժողովրդի հետ ու նստած խոսում էինք այտենց միտք եկավ որ արժի 2019 թվականն էր այդ 19 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն էր Այդ վերադառնալուց այտենց խոսում ենք ու մտածեցինք ես էի Խաչատուրներ ու Դավիթներ մեր Գորիսի թիմից Գրիգորյան այտենց խոսում էինք որ ոնց որ արժի Գորիսը լավ քաղաք է IT ընկերություններ կան, կարան շատանան եւ այլն, ոնց անենք մի քիչ ակտիվացնենք ու վերադարձանք որոշեցինք անել Techvic-ը։ Այսինքն Techvic-ի պատմությունը ինքը ասում է Digitech-ի պատմության շարունակումն է այն իմաստով նոր Խումարյան Գարիկի հետ էլ ենք խոսում, ոնց որ Երևանի որպես տեխնոլոգիական մայրաքաղաքի չեղարկումն է 3 օրով։ Իհարկե այն մտքով որ կարա դա ավելի երկարի եթե մենք կարողանանք բիզնեսները տեղափոխենք մարզեր որովհետև մենք ինչ խնդիր ունենք Ես ներքին գրազ ունեինք ես էլ կարտասանես դու թե չես արտասանի շնորհակալություն Այս մասը կկտրեք Ստեղ նայեք ինչ կարևոր բան կա էլի ընդհանուր Հայաստանը որ նայում ենք սկսած օրինակ բնակչությունից չէ ասենք երկրի կեսը ապրում է Երևանում կեսը մարզերում բիզնեսների դեպքում այդ անհամաչափությունը ել ավելի շատ է ասենք օրինակ IT ոլորտի 95%-ն է Երևանում 5%-ը մարզերում մեր ոնց որ նպատակը այն էր որ այդ դիսբալանսի վրա նաև կարողանանք ինչ-որ ձև ազդել, ցույց տալով բաներին, ընկերություններին, որ մարզերում պոտենցիալ կա։ Այս մտքով ոնց որ մտանք Techvic-ի կազմակերպման գործի մեջ։ 19 Techvic կար։ Չէ, 19-ի այդ որ ասում եմ իդեաների փուլերն էր, այսինքն այդ ժամանակ մենք բան չունեինք։ Այդ ժամանակ չենք որոշել կազմակերպել, 20 թվին որոշեցինք կազմակերպենք այդ հայտնի 20 թիվն էր, էլի, COVID-ու պատերազմի որը չեղարկեց ու այսինքն մի հատ հենց առաջինը չեղարկվեց։ Առաջին չեղարկվեց շատ հայտնի պատճառներով, որոնց որ այդ անհնար էր իրականացնել, որովհետև սկզբունքորեն, բայց ինչ հետաքրքիր բան եղավ, պատերազմից հետո երբ որ ոնց որ վերադարձանք 21 թվականի սկզբում TCF ընկերությունը որոշել էր իրանց ծնունդը ընկերության անել մարզերում ու անել տենց կոնֆերանսային ֆորմատով ու քանի որ իրանք լսել էին որ մենք Techvic էինք ուզում անել Գորիսում իրանք էլ էին որոշել Գորիսում անել ոնց որ հանդիպեցինք այդ ժամանակ եմ ես իրենց հետ ծանոթացել ու մենք իրանք օգնեցինք որ քանի որ Գորիսում մենք մեծ թիմ ունենք գիտենք բոլորին եւ այլն օգնեցինք այդ միջոցառումը անել ու այսօրվա պես հիշում եմ այդ միջոցառմանը եկել էր Բեգլարյան Արտակը Արցախից եկել էր ու վերջում տենց խոսում ենք իր հետ ասեց լսի ասեց էսի շատ թույն միջոցառում է կարանք սրա նման մի բան անենք
Ստեփանակերտում 21 թվականներ պատերազմից Թեքվիկ առաջինը չէր եղել, հələ չէր եղել։ Հա, հələ չէր եղել Թեքվիկ։ Հա, TCF-ի ծնունդն էր ուղղակի Գորիսում, հա, ու ասած կարանք sense մի բան անենք, դա մեր համար շատ պետք է այս պատերազմից հետո բանման, ու այդ ժամանակ ծնունդի են բանկետի պահներ, հա, գրափարով ասած, ու այդ ժամանակ ինչ արեցինք, մի քիչ էլ ասում տենց բան էինք, տենց մի քիչ թեթև ասում խմել էինք, մտանք ներս, տենց ժողովուրդը նստած էին, տենց ես սեղան նստեցի, սաղին ասեցի ժողովուրդ, մի ամսվա մեջ կարում ենք բոլորով համախմբվենք, գնանք Արցախում միջոցառում անենք, ու հաշվի առնելով այդ էմոցիոնալ բաները ինձ թվում է սաղ ասեցին, հա, բայց չէին պատկերացնում, որ անելու ենք։ Ու իրականում մի ամսում մենք կազմակերպեցինք Արցախում առաջի Թեքվիկը Ստեփանակերտում, էմոցիոնալ առումով իմ համար այդ շատ ուժեղ էր, ու իրականում ինքը շատ տարբերվող է այն միջոցառումներից, տես օրինակ, չգիտեմ, Digitech-ը ինքը 20 տարվա պատմություն ունի։ Դա ասենք արդեն մի հատ մեծ կյանք է էլի ապրել, որտեղ իր բոլոր փուլերը անցել է, կրիզիսներ, բաներ, իր հայտնիության բանը ստացել է, հա, ասենք ինքը բոլորի համար այդ ինչ որ նոր տարվապես մի բան է, բոլորը ոնց որ པարզ է, էլի գալու ենք, ասենց ասած։ Թեքվիկը ինքը ոնց որ տես նորություն էր մի քանի խնդիրներով, հա, դա մարզում պետք է լիներ, այսինքն լիքը մարդու համար դիսկոմֆորտ էր այդ գնալ գալը։ Երկրորդ, այդ Արցախում էր, որտեղ հետ պատերազմյան վիճակ էր, ասենք, այդտեղ լիքը հարցեր էր մարդկանց մոտ առաջանում, ոնց որ անվտանգությունից բռնած, այսինքն ինքը տենց ուղակի միջոցառում չէր, էլի այդ իմաստով մենք ոնց որ մարդկանց համոզում էինք, որ չէ, ոնց որ կարա գա, գնանք, դե անվտանգության օրինակ ինձ հարցնում են, ինչ անվտանգության երաշխիքներ եք տալի, ոնց որ իմ պատասխաններն են, մենք ոչ մի անվտանգության չենք կարա տանք անվտանգության երաշխիք, այսինքն ոնց որ ինչ երաշխիք տանք մենք չենք կարա, մենք միջոցառում կազմակերպող ենք, ոնց որ գալիս եք, եկեք, այդ ռիսկով է, գալիս եք, եկեք, չեք գալի մի եկեք, ու այդ ռիսկերը փաստացի տեղի ունեցան լիքը բաներ, որ ոնց որ զարնվեցինք, այսինքն սկսած նրանից, որ օրինակ մենք մեծ կալոնա էինք սարքել, այդ կալոնայով էինք գնում, այդ ժամանակ ոնց որ ադրբեջանցիները իրանց կալոնաներ գնում, դե սպասում էին, ոչ ասես մի հատ լրիվ ուրիշ իվենթ էր, էլի ինքը այդպես կիսա քաղաքական իվենթ դառավ իրականում, հա, բայց շատ լավ անցավ։ Առաջին Թեքվիկից ես մենակ դրական, որտեվ այդ էմոցիոնալ պահը կար, մարդիկ նույնիսկ բան էին անում, էլի, այն վատ ֆիդբեքերը չէին էլ ասում շատ ժամանակ, որտեվ հաստատ թերություններ կային, որը մենք էլ էինք տեսնում, բայց այդպես հիմնականում բան էին անում։ Այդ 21 թվականներ, հաջորդը արեցինք Գյումրիում 22-ին, ու Գյումրին շատ էական ավելի մեծ էր, Արցախին մենք ունեցանք մոտավորապես 2000 մասնակից, հա, որը բավականին մեծ թիվ էր, էլի Արցախի համար, այսինքն ընդհանուր մասնակից միջոցառմանը Երևանից գնացած թե ընդհանուր Երևանից մոտ երևի մի 600 հոգի գնացել էր, որպեսզի պատկերացնեք բանը, ասենք բոլոր հյուրանոցները զբաղված էին, բոլոր, մի հատ, ասենք բացման օրը քույրս եկավ, ես չգիտեի, որ ինքը գալու էր այդ իվենթին, ինքը օրինակ մնում էր Հաղորդի գյուղում, ոնց որ ասենք, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի հատ գյուղում էր մնում, իր ինչ որ ընկերների տանը, որտեղ ասենք Ստեփանակերտում մնալու տեղ չկար։ Ես օրինակ Թեքվիկի առաջի գիշերը դրսում եմ քնը, որպեսզի պատկերացնեք, այսինքն այդ կարգի տեղ չկար, հետո մի հոգի հետ գնաց հյուրանոցում համար ազատվեց, այսինքն շատ ուրիշ էմոցիոնալ իվենթ էր, էլի։ Վանաձորից ինչ կասես, արդեն ասեցիր ինչ պատճառներով հետաձգվեց ու հիմա ոնց որ ասեցիր կպել ենք վերածնելու, վերականգնելու, բայց երևի թե էլ չհետաձգենք, չէ՞։ Չէ, այս տարի արդեն ասում եմ։ Էս եւ մնացած տարիները քանի որ դուք փորձ ունեք չհետաձգելու։ Մենք փորձ ունենք չհետաձգելու։ Կօգտվենք այդ իրավունքից ասում փորձի ու չենք հետաձգի։ Այո, ԱՏԴՄ-ն չի հետաձգում։ Здесь и сейчас այդ ռուսերեն էր, բայց հասկանալի էր։ Ինչ ենք անում այս տարի։ Մի հատ պատմի թող բոլորը իմանան, նրանք ովքեր որ պատրաստում են հուլիսի 4-ից 6-ը Երևանից քշելով, տաքսիով, շաթլով, ավտոբուսով եւ մնացած հնարավոր երկաթգիծ գնում է Վանաձոր։ Չգիտեմ երկաթգծով հասնել Վանաձոր, որ լսել մեր խոսնակներին, մյուսները ինչ սպասեն, այսինքն համայնքի համար ինքը որպես այդպեսին եւս մեկ անգամ հանրությանը ներկայանալու միջոց է ու այս անգամ մարզային հանրության, այսինքն մենք գնում ենք տալու, մենք գնում ենք սովորեցնելու, մենք գնում ենք թեմաներով ու ինչ սպասի Վանաձորցին։ Նայեք, հա, Թեքվիկի
ոնց որ առաքելության են հիմնական բանն է, որ ավելի շատ տալու մասին է, քան ստանալու մասին, հա, հայտնի պատճառներով էլի, բայց իհարկե մենք հնարավորինս մեր բոլոր գործընկերներին ինչքան հնարավոր է բան ենք անելու, աջակցելու ենք այդ սաղ process-ներում, բայց առաջի մեծ կտորը կոնֆերանսն է, այսինքն որտեղ կարան մարդիկ գան ու նաև մարզի ժողովուրդը եւ նաև Երևանից գան համ լսեն, համ պատմեն, մարզերից նաև շատ լսեն, թե ինչ հնարավորություններ կա, որտեղ շատերը ընդամենը հեռավորությունը ասենք մի 120-150 կիլոմետր է ստեղից Վանաձոր, բայց այն ամեն ինչը ինչ որ ասենք Երևանում կարա իրականանա կամ տեղի ունենում, շատերը դրանի մասին տեղյակ չեն, ուղղակի տեղյակ չեն, այսինքն մեր նպատակն է տեղյակ պահել, որ նաև sense բաներ կա, այսինքն կան մարդիկ, ովքեր կարան օրինակ Երևանում ապրելով անեն այնպիսի պրոդուկտներ, ստարտափեր, որոնք համաշխարհային հարթակներում փորձում են մրցել համաշխարհային ուրիշ պրոդուկտների հետ, հա, ու դա իրական է, ու դա հնարավոր է, ու դա կարաս նույնիսկ Վանաձորից, նույնիսկ ինչ-որ գյուղից, որտեղ որ լավ ինտերնետ ունես, իրականացնես։ Մեր նպատակը ոնց որ առաջին է դա։ Երկրորդը, որ որպես մեծ միջոցառում ունենք, այդ հակատոնն է, մենք հակատոնին ակնկալում ենք 50-ից ավել թիմի մասնակցություն ու ուզում ենք ինքը լինի ոնց որ էլի այտենց Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հակատոնը, այդ մեծ ասած այն բանկերի պես է, չգիտես ոնց ասես ակտիվներով, շահույթով թե բանով, բայց կոնկրետ մրցանակային ֆոնդը ուզում ենք ամենամեծը լինի, որը նաև կարա ստիմուլ լինի, որ շատերը գան, նաև մասնակցության թիմերի քանակով ենք ուզում։ Գրանցումները բացա չէ արդեն Հակատոնինը դեռ չէ, հակատոնի մասին շուտով հայտարարություն կդրվի, այս եթերից ինձ թվում է հետո, մի շաբաթվա ընթացքում մենք կունենանք արդեն հայտարարությունները ու նաև կունենանք այցելություններ մեր բուհական տարբեր հաստատություններ տարածելու ու ասելու դրա մասին, որպեսզի թիմեր կազմվեն ու դիմեն։ Այսինքն այդ իմաստով հակատոնը էլի ուզում ենք շատ ոնց որ unique product լինի այն իմաստով, որ այդ չափի հակատոն, ասենք Երևանում օրինակ կարող չեն անցկացրել։ Ես չգիտեմ օրինակ դեն շատ չեմ ուսումնասիրել, բայց ինչքան որ ուսումնասիրել եմ, մեր այդ պլանավորածը պետք է որ ամենամեծը լինի։ Մյուսը գաղափարների մրցույթն է, որը էլի պատմականորեն միշտ Tech-Week-ի հետ իրականացրել ենք, դա հիմնական իմաստը այն է, որ ոչ միայն IT, այլ նաև ոչ IT տարբեր մտքերով դիմում են հիմնականում Լոռու մարզին ուղված ինչ որ բան անելու համար, այսինքն տեղ շատ ուղիղ ոնց որ բան կա, մեսեջ կա, որ դա պետք է իրականացվի հենց Լոռու մարզում ու այդ մարզի համար լինի, որը եւս մենք եւ Արցախում ենք արել եւ Շիրակի մարզում ենք արել, այս մեկն էլ կանենք ուրեմն Վանաձորում։ Ունենք նաև այլ ինչ-որ անակնկալ բաներ, որոնց մասին չեմ ուզենա հիմա շատ տենց բացեմ, ընթացքում բան կանենք, կհայտարարենք։ Տես, իսկ Լոռի ասեցիր, որոշեցի հարցնեմ, Գյումրու ժամանակ որ հարակից մարզերից կային, ունեք տենց դատա, թե չէ։ Տարբեր մարզերից են եկել, Գյումրիում մենք ունեցել ենք 4000 պլյուս մասնակից միջոցառման ու շատ տարբեր մարզերից եկել են, Արցախից են ժամանակի Կեսյունիքից են եկել, Լոռու մարզից են եկել, ու մենք նաև այդտեղ համագործակցում ենք տարբեր ոնց որ ցանցերի հետ, ովքեր որ գիտեն այդ ակտիվ երեխեքին, ճանաչում են ու մենք իրաց փորձում ենք բերել։ Նույնը Լոռու դեպքում մենք նաև փորձելու ենք համագործակցել, որպեսզի կարողանանք թե մարզի տարբեր քաղաքներից, թե կողքի մարզերից փորձենք կազմակերպել մարդկանց հոսքը դեպի Վանաձոր։ Կհիշացնես որ տեղա լինելու Վանաձորի դե մի քանի այսպես ասած տեղա լինելու կոնֆերանսը բուն այդ այսպես ասած այն ամենամեծ կտորը անելու ենք Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, նաև հակատոն ունենք, որը իրականացնելու ենք զուգահեռ են դրանք լինելու, իրականացնելու ենք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում VTC-ում։ Շատ լավ, Tech-Week-ի առաքելությունը ո՞րն է։ Մենք իհարկե այս մասով վիդեո ունենք իրար հետ, բայց ուզում եմ մի հատ տենց տեխնիստենք շիտակ խոսենք։ Հիմնականը ոնց որ նշեցի Mission եւ Vision։ Այդտենց ասում եմ մի քիչ բարդ է Mission Vision, ես միշտ խառնում եմ դրանք, բայց գլոբալ ասած տեսիլ եւ առաքելություն։ Հա, մարզային տեխնոլոգիական համաչափ զարգացումն է, հա։ Մենք ոնց որ խոսացի, դա կարա լինի եւ տնտեսության մասով եւ հիմա կոնկրետ էսա վերաբերում է միջոցառումներին, հա։ Ու ոնց որ այդ հիմնական մեսեջն է, պլյուս ոնց որ այսօր որ ոտի վրա Գարիկի հետ խոսացինք, այդ մյուս
բանն է, այսինքն մենք Հա, հասկացա, կարող ես չկրկնել։ Շատ լավ։ Տես, ԱՏԾՄ-ն միացել է միջոցառմանը այդ mission-ի ու vision-ի համար։ Իրականում ես իզուր չհարցրեցի, որովհետև այո, մենք հետաձգելու փորձ չունենք, չնայած մեկ-երկու անգամ կարծեմ հետաձգվել է Digitech-ը, բայց մենք ամբողջ կազմով, ամբողջ թիմով ԱՏԾՄ-ի դու լավ գիտես, որդում ես ու լիքը տեղյակ ես մեր առաքելությունից, արդեն ԱՏԾՄ-ի ու տեսիլից։ Ինչ նոր բան սպասի այցելուն Երևանից եւ մարզերից Tech-Week-ին, որը նախկինում չի եղել։ Թե հələ գաղտնիքը չբացենք, սպասենք, որ ավելի հստակ լինի։ Օրինակ այն հակատոնը, որ մենք հիմա նախատեսում ենք, տենց հակատոն չենք արել։ Այդ մեկ։ Այդ հա, այսինքն մենք ունեցել ենք եւ Արցախի եւ Գյումրիի դեպքում հակատոն, բայց ավելի ուրիշ ֆորմատի, ավելի համեմատաբար փոքր մասշտաբներով է եղել։ Այստեղ մենք ասում ենք, որ ոնց որ ամենամեծ հակատոնն ենք ուզում անել։ Այսինքն դա միանշանակ մեծ փոփոխություն է ու մնացած անակնկալներն էլ ոնց որ պետքա ոնց որ երկու պատճառ կա, ասում եմ, համ անակնկալը, համ էլ մինչև վերջը չենք խոսացել, այդ երբ որ կամփոփենք, այդ ժամանակ նաև մեր հետևելով մեր էջերին եւ սոցիալական ցանցերում եւ այցելելով techweek.am կայք կարող են ծանոթանալ։ Արդեն մտել ենք ակտիվ ֆազա, ես դու հաստատ մտել ենք, թիմերն էլ արդեն ակտիվ ֆազայում են, կազմակերպչական։ Եթե համայնքից լինեն ընկերություններ, անհատներ կամ գործընկերներ, նույնիսկ համայնքից դուրս, ինչ ձևով ու ինչ ուղղություններով կարող են օգտակար լինել այս առաքելության իրականացմանը։ Մենք ունենք մի քանի, այսպես ասած, ձևաչափ այս ընդհանուր միջոցառմանը մասնակցելու, աջակցելու, մի ձևաչափի անունը աջակիցն է, այդ այն գործընկերներն են, որոնք ինչ որ հարցերով մեզ կարողանում են օգնել, սկսած ասենք պրինտինգից, վերջացրած, չգիտեմ, տեղում ինչ որ ասենք հյուրանոցային հարցերը լուծելով, այսինքն դա այն գործընկերներն են մեր համար, ովքեր որ աջակցում են մեր միջոցառման իրականացմանը։ Երկրորդ տեսակը համագործակցության, որ ունենք, այդ գործընկեր ենք կոչում, partner, այսպես ասած, որոնք այն ընկերություններ են, որոնք նաև ինչ որ առումով ինչ որ ֆինանսական մասնակցություն են ունենում միջոցառմանը եւ դրա նաև մեր կողմից մենք իրանց ապահովում ենք որոշակի հարցերում, հա, ու այդ շատ կարեւոր է, որովհետեւ ոնց որ ինչքան էլ մենք իրան ուզում ենք լավ անել, նաև շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք այդ մինիմալ, այսպես ասած, ծախսերը, որ ունենք, դրանք հոգալ, որովհետեւ ինքը բավականին ռեսուրսատար միջոցառում է այն իմաստով, որ լիքը բաներ, որը որ օրինակ նույն Երևանում շատ ավելի հեշտ կամ լուծված է, այնտեղ մենք պետքա դա լուծենք։ Զրոյից ինֆրաստրուկտուրաներ պետքա սեթափ։ Այո, որը որ ասենք Երևանում, չգիտեմ, այս դահլիճը չլինի, մյուսում կգտնես, էլի հաստատ օրինակ։ Եվ երրորդ տեսակը, որը այս տարի ենք ոնց որ մտածում, նաև որպես հովանավոր հանդես գալն է, որը շատ ավելի մեծ, այսպես ասած, մասնակցության մասին է, ինչպես նաև դա հնարավորություն է ընձեռելու այլ ավելի մեծ ու այլ ավելի լավ միջոցառում ստանալու։ Ես հավատացած եմ, որ այդ բոլորին մենք կարողանանք գոհ եւ շնորհակալ պահել։ Եթե թարգմանեմ, մեզ պետք է շատ լավ գործընկերներ, շատ լավ հովանավորներ ու լիքը աջակիցներ, որ Tech-Week-ը էլ ավելի մեծ լինի, քան նախկինում։ Այդ շատ նման է Digitech-ին, չէ՞, դուք ունեք, այսինքն մենք ունենք եւ հովանավորներ եւ ունենք exhibitor-ներ, այսինքն պայմանական դա մեր գործընկերներն են, հա, մասնակից ընկերությունները, ու կան աջակիցներ, որոնք տարբեր հարցերում աջակցում են։ Հա։ Այսինքն շատ նման է այդ ֆորմատին, էլի իրականում մի տարբերությամբ, որ Expo ասածը այն ձևով չի, ինչը որ ասենք Digitech-ում է, այստեղ այդ չկա, այդ ձևով ու այդ ծավալներով, էլի։ Expo-ի հետ կապված ինչ կասես։ Որ Expo-ի, Digitech Expo-ի։ Digitech այլևս Expo չի։ Հա, բանի Tech-Week-ի ժամանակ, դա ինչ որ տենց մտքեր են ասում են կա, ես տենց Կիսիր էլի։ Մտքեր կա, որ նաև ինչ որ STEM կամ education-ի ուղղությամբ ինչ որ փոքրիկ expo-ել ունենանք միջոցառման օրերին դրսի հատվածում, որտեղ կներկայանան հիմնականում կրթական ոլորտի
մեր այսօրվա Հայաստանի առաջատարները, հա, չգիտեմ, դա Արմաթը կլինի, Թումոն կլինի, սա բայց մտքեր են, մենք հələ պետքա իրան զարգացնենք։ Ինձ թվում է եկող շաբաթ արդեն մենք կունենանք վերջնական որոշում այդ մասով ու Արմաթին հարցրել եմ, Արմաթը համաձայն է։ Հա, ոնց է հարցրել, որ համաձայն է։ Այսօր հարցրեցի։ Թումոյի եւ մյուս գործընկերների ու մասնակիցների հետ կշփվենք եկող շաբաթ ակտիվ ու կարծում եմ կստացվի, որովհետև այդ կրթական կտորը շատ կարևոր է ու հենց մարզային այցելության նպատակն է ու այդ տեխնոլոգիական համայնքին այնտեղ տանելու ու ցույց տալ, բեմ հանելու, ցույց տալ իրանց խոսքը ու իրանց պատմությունը, իրանց բիզնես քեյսերը ու այդ ամեն ինչը տեղի թե հենց Արմաթի երեխեքին, թե ցանկացած ուսանող դպրոցականի համար բան են հնարավորություն են տեսնելու իրենց հետո, այսինքն ես թեքվիկը տես դու պատմեցիր, բայց դու ինձ չհարցրեցիր ոչ մի բան, չնայած ունես հնարավորություն, մեկ հարցի իրավունք կա վերջում։ Ես թեքվիկը ու առհասարակ, հա, դիջիթեքներ, բայց այս դեպքում թեքվիկի մասին ասեմ, տեսնում եմ իր առաքելությունը դրա մեջ, որ դու մարզ տանում ես այն մարդուն, ով որ լինելով մարզից, հենց օրինակ քեզ որ լինելով մարզից հաջողելա տեխնոլոգիական ոլորտում, դու տեխնոլոգիական ձեռներեց ես, ճիշտ է համարվում։ Չգիտեմ, երևի։ Ըստ կլասիֆիկացիայի, այո։ Ու իրանք քո ու մեր բազմաթիվ այն աջակիցների, գործընկերների եւ հովանավորների դեմքով պիտի տեսնեն, որ այո հնարավոր է լինելով մարզից, ապրելով մարզում, ասացի պես մի հատ ինտերնետ, արագ ինտերնետին մուտք ունենալով ապագայում դառնալ հեչ որ չէ տեխնոլոգիական ոլորտի աշխատակից, եթե ստացվի ու իրանց կամքը ոնց որ կայուն լինի, նաև ինչ որ ձեռներեց։ Ես դրա մեջ չեմ տեսնում, ես դրան եմ միացել, ես այդ թեքվիկին եմ միացել։ Շատ լավ է։ Շատ լավ է որ մարդիկ տարբեր մտքերով միանում են, բայց նույն նպատակին էլի։ Այդ նորմալ է ու շատ գովելի է, շատ կարևոր է որ մենք այդ նույն նպատակը իրար հետ իրականացնենք, թե մի քանի տարբեր ուղղություններ հաստատ լինելու է, տարբեր մոտիվներ է լինելու էլի մարդկանց մոտ, ինչը շատ լավ է։ Դու ինձ հարց ունես։ Թեքվիկի հետ կապված, դիջիթեքի հետ կապված, որ ասացիք, բանը էքսպոչի, բա ի՞նչ է։ Հենց դիջիթեք։ Հա, ի՞նչ է էլի։ Դիջիթեքը ամենամյա մեծ միջոցառում է Երևանի եւ Հայաստանի սրտում։ Ինքը արդեն դարձել է տարածաշրջանի երևի թե ամենամեծ միջոցառումը, համենայն դեպս նախորդ տարվա թվերը դա էին ապացուցում։ Այս տարի արդեն 5 երկրից հայտեր ունենք մասնակցության ակտիվ աշխատանքներ սկսել են, բայց այդ ոնց որ թեքվիկին չի խանգարի հանգիստ տեղի։ Ես ուզում եմ որ թեքվիկը այնքան մեծանա ու այնքան հզորանա ու այդ մասով լիքը այս տարի ջանք կդնենք, որ ինքը դառնա դիջիթեքին փոխ լրացնող միջոցառում բանում։ Արվերում։ Դու մի քիչ ուրիշ ձև եք ներկայացրեցի։ Չգիտեմ, հա։ Բայց մենք չենք մրցում դիջիթեքի հետ, ասում եմ, ընդհանրապես մրցելու չի, համատեղ ոնց որ գործա, որը ամեն մի միջոցառում իր խնդիրն է լուծում, բոլոր խնդիրները համայնքային են, բոլոր լուծումները համայնքի համար են ու ոչ միայն համայնքի, այլ նաև Հայաստանի բնակչության։ Մի հատ հարց տամ, ինչու որոշեցիր միանալ ԱՏԾՄ-ին որպես խորհրդի անդամ։ Շատ լավ անցում էր, չէ՞։ Հա, դե ճիշտ ասած, բան կար, ընդհանուր առմամբ ոնց որ ես այս տարվա համար, այսպես ասած, մտածում եի, որ մի քիչ ավելի հասարակական հարցերում ակտիվանամ ու ԱՏԾՄ բորդ լինելը, այդ նաև է նշանակում, այսինքն աշխատանք ոչ թե միայն քո, այսպես ասած, բիզնեսի համար, այլ նաև աշխատանք ու պատասխանատվություն համայնքի առջև, հա, ու ոնց որ կարծում եմ, որ ոնց որ հասունացել է այն բանը, որ ես կարամ օգուտ տամ։ Ու մի քանի ուղղություններով, այն ուղղությունները, որտեղ որ ես տեսնում եմ, որ կարող եմ օգուտ տալ, այդ ուղղություններով որոշեցի գալու աշխատել։ Դրա համար ոնց որ, բայց երբ որ որոշեցի, որ գամ աշխատեմ, ու այդ ժամանակ բացեցի տենց ԱՏԾՄ-ի կայքը, տենց իմ համար տենց բացահայտում էր, որ պարզվեց 230 անդամ ընկերություն կա արդեն, հա, ու 40
Արդեն։ Չէ, այդ ժամանակ 230 էր ու ես լավ հիշում եմ նախորդ ԱՏԶՄ համագումարը, ես համարյա բոլոր համագումարներին եղել եմ, էլի, ԱՏԶՄ-ի երբանից որ արդեն ԱՏԶՄ-ում եղել եմ, էլի, ու անցած տարի այդ մոտ 110 ընկերություն էր, իմ հիշելով, էլի, ու այդ 110-ից հաստատ ասենք մի 80-ին ես գիտեի, իսկ դարել էր 230 ընկերություն ու հաստատ ասենք 150-ին ես չգիտեի։ Կոպիտ ասած այնց իրավիճակ էր, որ եթե այն ժամանակ ես համարյա բոլորին տենց անձնապես ճանաչում էի, այս ժամանակ արդեն տենց չէր։ Ուտե հասկացա, որ ու նաև չկար ինչ-որ հարթակ, որ այդ հարթակով կարաս բան անես, ծանոթանաս, բան անես, այսինքն ուշացել էի կամ էլ այդ տարբեր ինչ-որ միջոցառումներին մասնակցելուց ու հասկացա, որ ինչ-որ մի հատ լուծում է պետք, որտեվ եթե այսինքն էսի են կոպիտ ասած անցած տարվա բորդի ընտրությունները չի, որ տեխնացուների քանակը քիչ են, մասնակիցներն էլ բոլորին ճանաչում են, ոնց որ բանա, հասկացա, որ էսի արդեն դարել է շատ էական մեծ մի հատ համայնք, որտեղ ոնց որ ձև է պետք, որպեսզի քեզ ճանաչեն։ Չնայած ասենք ես տենց IT համայնքում այս նաև միջոցառումներով բաներով շատերին գիտեի, բայց միևնույնն է շատ նոր ընկերություններ կային, նոր դեմքեր կային, որոնց չէի ճանաչում, ուտե որոշեցի, ասում եմ, հին ավանդական ձևով գնացի Facebook սկսեցի post անել այս թեմայով, որ ոնց որ մարդիկ ինձ իմանան ու ինձ թվում է օրինակ իմ դեպքում հենց մենակ է դա աշխատել, որպեսզի ես ընտրվեմ, հա, որտեվ այդ ձև եղավ, որով որ բացի ինձ ծանոթները, նաև չծանոթ մարդիկ ինչ որ ձև, որտեվ տենց լավ տարածվեց այդ post-ը, ծանոթացան ու ոնց որ հավաքեցի։ Բայց ես գիտեմ, իջև ԱՏԴՄ բորդ ընտրվել է, դու տենց բավական ժամանակ մեզ էլի կամավորական հիմունքներով միշտ օգնել ես։ Հա, միշտ օգնել եմ, բայց երբեք չի խանգարել կամ օգնել բորդում լինելը։ Հա, էդի միշտ օգնել եմ։ Ուղղակի տարբերությունը ինձ թվում է մեծ է, որտեվ մեծ է կամ փոքր է, էական չի, էդի ոնց որ մի բանը այնա, որ երբ որ դու ոնց որ տենց հենց պատասխանատվություն ունես, այսինքն դու իրոք պատասխանատու ես, մի բան է, որ դու օգնում ես, այսինքն օգնելը էդի պատասխանատվությունը, այդ օգնելու չափով, այսինքն ես ինչ որ օրինակ չգիտեմ, ինչ որ հարցում օգնել եմ, այդ հարցում օգնել եմ ու վերջ, բայց ասենք ընդհանուր պատկերին շատ ժամանակ չեմ մասնակցել, էսի նաև ոնց որ ասած իմ համար շանս էր, որ ես այդ ընդհանուր պատկերին ինչ որ ձև մասնակցեմ, որտեվ հիմա այդ ավելի ուրիշ ձև է, հատկապես երբ որ նոր է ընտրվել, հա, ոնց որ գործի պես է դառնում, ես մի քիչ էլ գնա, գործի ես գալիս, հա, ոնց որ այդպես համատեղությամբ կարող է աշխատեմ էլի։ Շատ լավ, Սպարտակ, շատ շնորհակալ եմ, որ եկար, իրոք շատ հետաքրքիր զրույց է, բայց մենք օրը տենց 3 սեն զրույց ենք ունենում տարբեր թեմաներով, այս մեկը որոշեցինք դիտողներին էլ ասել ու պատմել։ Ոնց ասեց Սպարտակը, ժողովուրդ արդար է, այս տարի Digitech-ից բացի եւս մեկ կարևոր միջոցառում է լինելու տեխնոլոգիական ու լինելու է արդեն ամռանը, լինելու է հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում, Լոռու մարզի մարզկենտրոնում։ Հրավիրում ենք բոլոր լոռեցիներին, բոլոր վանաձորցիներին, բոլոր երևանցիներին եւ բոլոր հայաստանցիներին եւ աշխարհի հայերին, խեստենց նայում սխալ բան ասցի, եւ աշխարհի հայերին հուլիսի 4-ից 6-ը Վանաձոր լսելու, տեսնելու, զգալու այն ամեն ինչ որ մենք պատրաստելու ենք ձեր համար, ճիշտ է։ Այո։ Ու կարևորը գրանցվեք մտնելով համապատասխան տեղեր։ Like եւ սոցիալական ու հետևեք նաեւ մեզ, ոնց որ նախորդ վիդեոյում ասացի։ Եկեք ասես խի այդ բանը փոխեցինք սլոգանը։ Ես ասում եի Ազիզ Հլաթեքը, դու ասում եի Դեբալավա։ Չէ։ Չգիտեմ, դա հին էր, երևի կարող է դրա համար։ Ո՞րն է հին։ Դեբալավան էլի։ Բայց չփոխեցինք։ Հա։ Okay, շնորհակալ եմ։ Կհանդիպենք Երևի Վանաձորում։ Կամ միջև Վանաձոր հələ էլի բան կունենանք, չէ՞, մարդկանց ասելու, պատմելու այն անակնկալների մասին, որ այսօր չասեցինք։